Bilmiyorum. Kasamız Ramazan. Sa yanşa kadından yanşa. Este kalsa. Արշո, ուրեմն մեկ շաբաթ առաջ մենք հանդիպել էինք Բաղրլի լեռան սրոտում, այն ժամանակ երբ հարցնում եք պես իրավիճակը, դուք ասում եք, որ դեռ այնքան էլ գոհ չենք։ Իրավիճակը դեռ մնում է լարված։ Հիմա այսօրվա դրությամբ ինչպես է, արդեն մեկ շաբաթ է անցել այդ օրից։ Ճիշտն ասած, մեկ շաբաթերի արդեն չկա, ամենաշատը 5-րդ օրն է, բայց արդեն 3-րդ օրն է մենք գտնում ենք Լեռնանցքի ուրեմն իջնող առաջի գյուղում, Յանշաղում, դրությունը շատ նորմալ է, ճիշտն ասած, տղաների դուխն են լավ է, որոշել են Կիրովաբադ հասնել։ Ոնց որ կանաչներն են ասում, ուրեմն գանջա։ Գոհ եք ձեր տղաներից։ Շատ գոհ ենք, մեր տղաների ցավը տանեմ Ղարաբաղցու ասած։ Տղաների դուխն էլ տեղն է, հայրենասիրությունն էլ ամենաբարձր հայրենասիրությունն է մեր տղաները։ Եթե տալուն եք առաջինի անունը, ում ամենաառաջին հերթին կնշեիք, լավ կրողներից։ Ալիխանի, Ավետիկի, մեր Ռիժի Կարոյի, բոլոր տղաների մի խոսքով, Աշոտի, Խանաբադից, շատ իրանց ցավը տանեմ, շատ լավ տղաներ են։ Ինչպես միաժամանակ մեր կոմիսարի ցավներ տանեմ, տղաներին դուխով առաջ էր տանում։ Ինչպես է կոմիսարի անունը ազգանունը, ավելի լավ կլինի անունով նշեք։ Իր ազգանունը չգիտեմ ճիշտ ասած, բայց անունը Զորիկ է։ Ղազարյան Զորիկ է։ Ինչու եք կոմիսար ասում նրան։ Կատանյոյին շատ անուման։ Բարեզս, պարոն գնդապետ, ինչպես իրավիճակը։ Ուրքեց այս ամ։ Ինչպես են այս օպերացիայի ժամանակ աշխատել մեր հրետանավորները։ Դետա պեխոտից պիտի հարցնենք։ Համենայն դեպս դուք դեռ գրատեք ձեր արած գործը, նոր արդեն հետևակայներից կհարցնենք։ Մարդ իրան գործ թող, իրան գրած գործ ուրիշ գնատի։ Դուք գոհ եք ձեր տղաներից։ Շատ։ Հիմա ինչ է սպասում թուրքերին։ Թուրքերին։ Ինչ պիտի սպասվի։